Պարզապես արժի պայքարել դրա համար, խնդրեմ, Տիկին նախարար։ Ողջունում եմ ձեզ, հարգելի գործընկերներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նմանատիպ հնարավորության համար, որովհետև իրականում երբեք քիչ չէ խոսել վիզաների ազատականացման թեմայի մասին, որովհետև շերտերը շատ են, թեմաները շատ են, նաև ընկալումների մասով հարցերը շատ են եւ մենք պիտի կարողանանք բազմակողմանի կերպով անդրադառնալ այս բոլոր հարցերին։ Ես առաջին հերթին ուզում եմ նախ արձանագրել, որ շատ խորհրդանշական է պանելային քննարկման վերտառությունը ինքնին, որովհետև ժողովրդավարության դիմակայունության հետ մեկտեղ դրված է վիզաների ազատականացման հարցը եւ սա կարծում եմ շատ կարեւոր է, երբ այս երկու հարթությունները միավորվում են եւ վիզաների ազատականացումը այո նաեւ ժողովրդավարության ամրապնդման մասին է, ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության բարձրացման մասին է եւ ժողովրդավարական արժեքների վերարժևորման մասին է։ Ես ուզում եմ վերահաստատել, որ կառավարությունը ունի շատ հստակ հանձնառություն վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում եւ ուրախ եմ, որ որպես գլխավոր բանակցող, երբ որ ստացել եմ գործողությունների ծրագիրը, այն լիարժեքորեն համընկնում է կառավարության այս պայծրությամբ ունեցած ռեֆորմային օրակարգի հետ եւ սա է նաեւ վստահություն տալիս մեզ պնդելու, որ վիզաների ազատականացումը իրատեսական է։ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը եւ նաեւ ընթացքի մեջ գտնվող քայլերը պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում եւ դրանք պիտի իրականացվեն պատշաճ ժամկետներում իրականացվելու պայմաններում վիզաների ազատականացում ըստեյության շատ իրատեսական է անգամ եւ սա թույլ է տալիս նաեւ վերահաստատել հաշվի առնելով թե հանձնակատար Կոսի, թե Բրուների հետ մեր ունեցած քննարկումները, որովհետև հիրավի կարևոր այցեր ենք ունեցել Հայաստանի Հանրապետություն, քննարկել ենք տարբեր հարցեր, որոնք շատ էական նշանակություն ունեն այս առումով եւ ես ուզում եմ փաստել, որ այս այցելություններն են նաեւ հիմք տալիս պնդելու կառավարության անունից, որ այս process-ը իրատեսական է, որովհետև առաջին հերթին Հայաստանի Հանրապետություն ունի քաղաքական կամք իրականացնելու գործընթացը, մտնելու process-ի մեջ եւ այն հանգուցալուծելու ճիշտ տրամաբանության մեջ եւ երկրորդը գնալով ավելի է սերտանում Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն հարաբերությունները, այն էլ ավելի ամրապնդվում, էլ ավելի նոր ուղղություններ են գրանցվում մեր համատեղ համագործակցության օրակարգում եւ այլ տարբերակ ուղղակի թույլ տվեք այսպես ձևակերպել չկա, որովհետև եթե կա երկկողմ հանձնառություն, երկկողմ կամք, երկկողմ պատրաստակամություն, նվիրում, ջանք, ապա ուղղակի ժամանակի հարցը վիզաների ազատականացման process-ը Հայաստանի Հանրապետությունում ունենալու։ Ես կարևորում եմ այս թեմայով հատկապես քաղաքացիական հասարակության մեր գործընկերների ներգրավումը, որովհետև կան բազմաթիվ շերտեր հենց գործողությունների ծրագրում, որտեղ որ մենք իրականում քաղաքացիական հասարակության գործընկերների կայուն օժանդակության կարիք ունենք, հատկապես ակնկալիքների չուրջացման, իրազեկման բարձրացման տեսանկյունից, խոսքս հատկապես վերաբերում է անօրինական միգրացիոն հոսքերը կանխելուն, որովհետև շատ հաճախ մենք այո, որքան էլ որ ինստիտուցիոնալ առումով դա այդպես չէ, բայց հանրային խոսույթում կարող է լինել այնպիսի ընկալում, որ վիզաների ազատականացումը կարող է թույլ տալ շատ ավելի ազատ տեղաշարժվել Եվրոպական միության տարածքում հաշվի չառնելով տարբեր հանգամանքներ, որոնք որ պատշաճ կերպով պետք է պահպանվեն եւ դրանց համապատասխան պիտի լինի տեղաշարժը եւ նաեւ էական է գործողությունների ծրագրի կատարման շրջանակներում մոնիտորինգը եւ հաշվետվողականությունը, որտեղ իրականում քաղաքացիական հասարակության մեր գործընկերները կարող են իրենց կարևորագույն ներդրումն ունենալ այս տեսանկյունից եւ օբյեկտիվ աչք լինել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջին հերթին եւ մեր հանրության համար, որտեղ որ մենք կարողանանք ռեալ գնահատել ինչ է կատարվել եւ ինչ քայլերը որտեղ պիտի հետեւողականորեն իրականացնեն։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդի համար վիզաների ազատականացումը ճամփորդության դյուրացման մասին է առաջին հերթին, որովհետեւ որքան էլ գաղափարաբանական առումով խոսենք, առաջին հերթին քաղաքացու կյանքում տեսանելի շոշափելի process-ը հենց ճամփորդության դյուրացումն է եւ մենք առիթ ունեցել ենք ընդգծելու, որ վիզաների ազատականացումը նաեւ ճամփորդության ժողովրդավարացման մասին է։ Սա եւս շատ կարեւոր ընդգծում է, բայց ուզում եմ փաստել, որ մեր ժողովրդի համար եւ նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համար այս գործողությունների ծրագիրը թույլ է տալու ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդել եւ զարգացնել, որովհետեւ այն բոլոր գործողությունները, որոնք որ կան գործողությունների ծրագրում, հենց դրա մասին անդրադարձ կա մարդու իրավունքներին, միգրացիոն կառավարմանը, ապաստանի հարցերին, սահմանների համալիր կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքար, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, անձնական տվյալների պաշտպանություն եւ այսպես շարունակ։ Այսինքն հարցեր, որոնք
իրականացնելու պայմաններում, միջոցառումների իրականացման պայմաններում վստահաբար նոր նշաձող ենք սահմանելու Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտների տեսանկյունից եւ ես ուրախ եմ, որ մենք ի սկզբանե ենք ընկալել ստանձնելով այս քաղաքական կամքը, որ սա միայն ճամփորդության դյուրացման մասին չէ, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ապագայի համար է, այն ավելի զարգացնելու համար է, այդ նպատակը իր մեջ ունի եւ Հայաստանի Հանրապետությունը հստակ գնում է այդ ուղղությամբ։ Շատ կարճ թերևս այսքան